ուդիկներ եմ պահել, խազեր եմ պահել, հնդուշկայել եմ ունեցել, հավեր եմ ունեցել, սենց բանով վակել եմ, բայց մեծամասամբ բադեր են։ Դες որ սա թեթև բան է, բադեր են։ Սա սենց թեթև բաներ են։ Էսի մոժիտի կարի մեքենան է։ Համի սրա կարախմալը իջել է։ Դե տարումի հետ եմ էլի լվանում, բնացնում չեմ, որ շուշուն կրախմալը, ես բնական կրախմալ առնում էփում եմ։ Այդ խանութներում են հեղուկնի կան միջին, դա մի ձևի, հա հոտը լավնա, դրամա չեմ, ես հոտը դուխ եմ լցնում։ Կամ են ձեռի սապոնը, օճառը, բան եմ անում, նրանով եմ անում, ես այդ խանութի կրախմալն չընդունեց, չգիտեմ, թուլա ինձ մանա։ Շնողի երբեք չփակվող դռներով տունը ամենախնամվածն է ու կոկիկն է, չսպասված ու անկոչ ճակերտավոր հյուրերը թերևս սայթակեն հատակի մածուկով մշտապես փայլեցվող հատակին, գուցե նաև կուրանան տիկին Ալինայի, ինչպես ասում են, ճրկ-ճրկան սպիտակեղենի փայլից։ Սա էլ հարևանների գնահատականն է։ Գեղեցիկի զգացում Ալինային չի լքել ոչ առաջներում, երբ ջահել ու ջիվան էներգիայով լեցուն, ձեռքից ու ոտքից էլ ճարպիկ աղջիկ էր եւ ոչ էլ հիմա, երբ եւ փորձն է շատ եւ տեսած լսած։ Ասում է թաղի հարցները թող գան սովորեն, համ նրա մաքրությունն է իդեալական, համ էլ ձեռքի շնորհքը։ Այս իրար գլխի մի գծով ու պլպլան դարձած վերմակ ներքնակներն էլ ասվածի խոսուն ապացույցն են։ Գյուղական կյանքում ու հատկապես նոր սերնդի կանանց մոտ սա մի ուրույն սրբատեղի է, որտեղ ժամանակն ու ավանդույթները կարծես կանգ են առել։ Այստեղ ամենակիչը 7 ձեռք անկողին ունենալը ոչ թե պարզապես կենցաղ է, այլ տան կնոջ պատվի ու շնորհքի գլխավոր հավաստագիրը։ Դրա չլինելը վայ, մի տեսակ ամոթ աններելի բան կլիներ հենց իրենց գյուղի հարցների աչքում։ Սրա արժեքն ու գնահատականն էլ միայն ավագ սերունդը գիտի, ովքեր աղքատության պատճառով հարզ եկած ժամանակ հաճախ մի յափնջու կամ զինվորական շինելի վրա են քնել ու կամաց ստեղծել երազանքի տուն տեղը, նաև փափուկ անկողինը, որ իրենց նման իրենց սերունդը չոր տախտակների ու շինելիի վրա չքնի։ Համի արևնին որ ստացվի, արդեն ծառքերը նստել են։ Արևնին որ դուրս գա, մին դուրս կացեմ, դրսի աշխատանքը կթողամ, դուրս կացեմ, հետո բանը, մին էլ օգոստոսին, սեկտեմբերին ավելի, բան որ աշնանային էլի ու պարծնում։ Որ փուչ լինի։ Փուչ էլի, թարմանա, ես իմ լավն էլի, ուզում եմ լավն էլի։ Մեկ դոկել եմ, պոլին փռում եմ, բուրդը փռում եմ, մի բրդեր ունիմ լվանալու էսա, որ սկսեմ, չգիտեմ, երբ կսկսեմ, երևի թութը վերջացնեմ հետո, որ հետև թութ խանգարում է, շատ բանի է խանգարում, սևանում ես, կեղտոտում ես, հետո էլ մթելն ես բանանում, պետք չի թե հենց, տենց պետք չի։ Վարակույրնիս էտ միարանք լվացի, ասի, մին լվանամ, որ բան չիլի, սաղցմերով, չնստիցուղ բան չկա, ուղակի մենակ են նայել ինձ։ Դե ինչ թթից հետո բրդի լվացման մեծ շրջանը հայտարարված է բացված։ Տիկին Ալինան արդեն մտովի գծագրել է անելիքների պլանը, թութը կվերջանա, կհավաքի, կտեղավորի, իր խոսքով ղայդինողի կթորի, հետո կանցնի գլխավորին, որ ձեռքերն ու բուրդը չսևանան։ Այս տանը ամեն գործ իր հերթն ու ժամանակն ունի։ Ու թեև տանտիրուհին ասում է ստիծուղ չկա, բան չկա, այս սենյակի դուռը հիմնականում փակ է լինում, մեկ է ավանդական մաքրության ընթացակարգից շեղվել չկա։ Ու այսպես ամբողջ օր առանց մի րոպե նստելու ոտքի վրա է։ 85-ամյա կին է, բայց հոգնել չունի, հոգնելը որն է, բա ամոթ չի, ասում է տիկին Ալինան։ Իսկ նրա մաքրության մասին գիտեն գյուղում ու գյուղից դուրս։ Իսկ այ հարսնության տարիներին նրա ոտքի ու ձեռքի ճարպկության հետ եկող չկար։ Մի ոտքը այստեղ գյուղում էր տալիս, մի ոտքը այգիներում, մի ոտքն էլ շնողի հանդերում ու սարերում։ Մի խոսքով իմ հերոսը իսկական պետ ու կտոր է, որ չեմ չափազանցնի, եթե ասեմ երիտասարդ էլ մնացել է։ Հիմա էլ իրենց թաղում տիկին Ալինայի ոտքի հետ եկող չկա։ Ընտանիքում կող են քնալի, որ տունդ տեսք բերե, լավն ալի, ներս մտնողը հավես ունենա, տենց թափթփված չլի, էլի ամենաբանը կարևոր բանս, կամ օրինակ քարտերով են բացանում, մի քիչ չին վերադառնում, կամ ես իմ էլի, ինձ որ դուր չի գալի, ես չգիտեմ ուրիշը ոնց կընդունի, ինչ գալի։ Իմ հայրական օջախը շատ մաքուր է, շատ վերին աստիճանի, մի սխալ բան էր, անմիջապես բան էր, ըստի եկել եմ իմ կեսուրը չի ունեցել այդ բանը, բայց իր աղջիկը շատ բան էր, մաքուր էր, բայց ես որ եկել եմ նա ստիչ եղել։ Ուղղակի ստիչ եղել, տենց էտա
բանը, դե պետք է մարդը իր կոպեկը տնտեսի։ Մի խոսքով Ալինայի բախտը այդ հարցում չբերեց, հայրական տանը յուղը թափեիր, ձեռքով կհավաքեիր, այ այդքան մաքուր ու կոկիկ էր, իսկ այ հարսնության տարիները հատկապես երբ նոր էր ոտքը դրել ամուսնու օջախ, վայ ոչ տեսնելու, ոչ էլ ասելու էր, մտավ տուն ասեց, Տեր Աստված, էսուր եմ ընկել, սկեսուրը հեչ սեր չուներ մաքրության հետ, ասում է հողը խաբար չտանի, բայց նա դրսի կնիկ էր, դե ինչպես հասկացաք Ալինան շատ է տանջվել, որ համ կենցաղը պլպլան լինի, համ էլ դուռն ու այգին, այնպես որ հարսնությունից ընդամենը մի շաբաթ անց թաղի սկեսուրները մատով էին ցույց տալիս Ալինային, լա դեռ մի բան էլ իրենց հարցներին խրատում, թե բա գնացեք Ալինայից սովորեք մաքուր լինելը որն է։ Այս սենյակում էլ գրեթե ամեն ինչ իր օժիտից եկածն ու մինչև հիմա խնամքով պահպանվածն է։ Կահույքի ու չեխական սերվիզի մասին էլ խոսք չի։ Մի մասը հա հայրական տնից է բերել որպես օժիտ, մի մասն էլ ծանր աշխատանքով վաստակել։ Այդ անտեր հերթերում էլ շատ էլ կանգնել, բայց կարևորը տունը ճաշակով կահավորել է, կահկարասին էլ խնամքով պահել։ Այս կոմպլետ կավորումը իմ հայրական տատիկս արել, օժիտ տվել, այս 13 ռուբլի էր, նան չեմ հիշում, այս իմ եղբոր հիշատակնա Մինսկում ծառայում էր Բելարուսիա, դե այն վաղտես սերվանտը գոյություն չուներ, գարդերոբներ նոր էին դուրս եկել, այս բերի, ես սրան արել եմ երևի 75 թվին, եթե չեմ սխալվում 75 թվին կլի իրակ բաներով, այս նա նվեր եմ ստացել ծննդյան օրվան, այն մի հատ ճաշկեքը, ես էլ եմ իմ ծննդյան օրին, այս տարի հունվարին ստացա, աղջկանս հարսը, որ ման է ելել եք անտեհան, բաներար, դե ես էլ ահին, չեմ կարա տոչնի սրանց ասեմ որդիրնա։ Բայց տիկին Ալինային այս կոկիկ ու պլպլան տունը հեշտ չի տրվել, այնինչ այսօր տեսնում եք նա բառից բուն ու փոխաբերական իմաստով կառուցել ու խելքի է բերել ծանր քար քաշելով, ու հենց այստեղ հերթը հասնում է նրա ամուսնական կյանքի դրամային։ Ալինայի համար ոչինչ հալած յուղի պես չի գնացել, ինչեր ասես, որ ամուսինն ու սկեսուրը գլխին չեն բերել, բայց Ալինան համառ էր, արմատներով պինդ ու դիմացավ այդ դաժան կնոջ ձեռքին։ Թեպետ մինչև հիմա էլ անցած օրերը հիշելիս ծնկներին է տալիս ու ափսոսանքով ասում, քարերին դեմ արիր ինձ, ոտքս կոտրվեր, բայց այս տուն հարց չմտնեի։ Ես Վահագնի գյուղի աղջիկ եմ, բայց այրում կայարանից, բնիկ կայարանից են գործարանի բանի ոչ։ Դեան եմ ամուսնացել, պապաս ամուսնացրուց, դա եկել եմ 61-րդ տարին օգոստոսի 8-ին։ Գոհ ես քո ամուսնական կյանքից։ Ոչ, երբեք գոհ չեմ։ Անընդհատ հորս բան եմ անում, տղա չկար, խատատեր, 17 սանդետ ավարտեցի վիկալար, ուր տվեր, ինչի մա տվեր, հացն ուներ, ջուրն ուներ, ապրելակ էր պտլավ, ինչի մա տեր մարդի տեր, որ գամեց սև օրերը քաշե։ Գուցեև ուշել ամուսնանայի նույն բանն էր, չգիտեմ, բայց խիղճս մաքուր կլեր, չէ որ ինչ եմ ինչ չէ։ Ու չէի սիրում։ Սկի չէի տել։ Սկի չէի տել այդ տվել։ Նշանի ռիգունն եմ տել։ Ամուսնանում ես և սեղանը սարքեցին, Տիկին Ալինայի հուշերում մինչև հիմա էլ հացն ու ջուրն առատ հայրական տան հանգստությունն է, իսկ իրականության մեջ այրում կայարանից մինչև շնող ձգվող ծանր, երբեմն անտանելի օրերը։ 61 տարի առաջ օգոստոսյան մի օր շնողի այս երբեք չփակվող դռներից ներս մտավ մի հարս, ում կարծիքը ավանդույթի համաձայն ոչ ոք չհարցրեց։ Առաջին անգամ սեփական ամուսնուն նշանրեքի երեկոյան տեսած 10-րդ դասարանցի աղջնակի համար կյանքը հենց այդ օրվանից դարձավ անդադար մի պայքար։ Սկզբում դե շատ բան չէր էլ հասկանում, ինչ ասում էին խելոք գլուխը կախ, հնազանդ լսում էր, չլսելու դեպքում դե գիտեր միանգամից դրան տեղը ցույց կտային։ Հիմա որ հետայացք է նետում այդ օրերին, ասում է ոնց որ մի տեսակ ստրկություն լիներ։ Մի խոսքով այնպես որ անգամ դեռ տուն չմտած, Ալինայի օրիորդական ազգանունն էլ փոխեցին ու էլի սկեսուրի հրամանով ու մեծ ցանկությամբ։ Օհանյան Ալինա Սարգսի, դարձել եմ Փարսադանյան Ալինա Սարգսի։ Բա ինչի՞ ես փոխել։ Ստիպողական։ Կեսուրները չեն սիրում։ Կեսուրս կարգադրեց, մարդս էլ արավ։ Դու չէիր ուզում։ Ես պատրոն չունեմ, չեմ տեսել, որ ասեմ, էսա կամենա, կեսուրս ասա, պարտադիր էր, պետքա տենցել էր։ Ոչ թե չէի ուզում, դեր են ոնց հասած, կյանքի մեջ շփված, բան չկար, որ հասկանաս դա ինչ է։
Հասկանում ես, մենք աղջիկներ կգիտեն, որ հասկանաս, որ այ մարդ, ես Փարսատանյան Ալինա Սարգսի, իմ կեսօր հորանուն էլ էր Սարգիս, բայց չէր կարել, էլ օրինակ հիմա, դենց չի կարել։ Ասում եմ, նա գիտակցեր ոչ թե ինչ պետքա բանանես, ինչ չէ, այդ ձևի կնիկ էր։ Խստապահանջ ու դաժան սկեսրոջ ցանկացած հրաման տանը օրենք էր, իսկ հնազանդությունը այս տանը մնալու միակ երաշխիքը։ Գիտեր, եթե մի բան իրեն սրտով չլիներ, ամուսինն իսկույն թարսեշին կնստացներ ու անարգանքով հետ կուղարկեր հայրական տուն։ Ամուսինս դուրս կաներ։ Եթե մի բան ասեի հակառակ։ Հա, հակառակվեիր ասեի, դուրս կանեի։ Ինձ համար հանուն երեխանց ոչ մի բան չեմ խոսել։ Գլուխս կաս, բայց թե ուրիշներն իմ տեղալ էին, մի ժամ էլ չէին կենա, ոչ մեկը։ Հետո աչքաբաց դարձավ, հասկացավ, որ մի ամբողջ կյանք տանուլ կտա, եթե խորը քնիկ չզարթնի ու մեկ-մեկ էլ սկեսուրին իր խոսքով տեղննգած ժամանակ հուպ չտա։ Ընտրությունը մեկն էր, կամ ինքը պիտի վառվեր ու մոխրանար, կամ էլ սկեսուրը պիտի տեղի տար։ Այլ տարբերակ չկար, թե չէ այսօրվա այս կլորիկ-մլորիկ կենսախինդ կնոջից հաստատ ոչինչ չէր մնա։ Կմախք։ Հա, եթե բան չուլեի, կմախք։ Հանուն երեխանց գերվում ես, ասում ես հենց հետո արդեն որ մեծանում ես, արդեն զգում ես, որ սխալ քայլեր շատ ես կատարել։ Կթողեր կգներ, բայց ետ մտածում ես, ասում ես, այ մարդ երեխի թողասուր գնաս, ասել տեն էս այն մարդիկ կա դիմանում են, մարդիկ կա չեն դիմանում, չգիտեմ։ Բայց մեկվա աղջիկը շատ են չափից դուրս, շատ։ Տարիներով տղերանց հետ խոսում են, զրից են անում, անցկացնում կյանքներուն, օհ դու հեչ արդեն լավը չես, մեր մի ուրիշ, այս բանը պետքա չլի, պետքա դաստիարակվեն, դա ոչ թե մենակ ծնողի կողմից է գալի, այլ ընդհանրապես կյանքը տենում են, իրանք էլ արդեն երես են առնում, այդ բանը պետքա չլի։ Մի քիչ ծնողին հաշվի առնեն, ծնողը թողում է, թողում չի։ Համի որ ասես ժամի 7-ին իրեմ կացել դուս եկել, որ տեղաշորումը քիչ օդ փոխի չէ, համի նորդ իմ ծածկել։ Ինձ հետաքրքրում չի, եկեք ստել դուրը կա։ Ինձ հետաքրքրում չի, թե հարևանը տուն կմտնու ինչ կասի, չէ։ Դա ինձ հետ ուղակի տենում ես պատուհանն էլ բաց, որ տեղաշորը օդը փոխի։ Եվ իսկապես Ալինայի սկեսուրը շատ բախտավոր կին է եղել, որ շատ խեղճ Ալինային ճանկեց ու օր ու արև չտվեց։ Հետո դե կյանք է հրաժեշտ տվեց այս աշխարհին, բայց Ալինայի հոգում թողնելով միայն դառը հիշողություններ, որ հիմա հանգիստ չեն տալիս։ Մեր զրույցի ընթացքում թեման ինչպես էլ պտտվում նորից գալիս է ու դեմ է առնում անցյալի էջերին։ Ու հիմա տարիների փորձով սեփական գնահատականն է տալիս ինչու էին իրենց մեծերն այդքան բարդացնում իրենց ու շրջապատի կյանքը։ Ինչ կար կիսելու, ինչու էր այդպես ու պատասխան չի գտնում։ Մի բան է պարզ, որ երիտասարդությունը կյանքի լավագույն տարիները ավաղ ամփոփվեցին ու մնացին հենց այդ ծանր օրերի մեջ։ Իմ կեսուրը նա կյանք չհսկաներ։ Ոնց որ ինքը իր ամա ոնց ուզում է լի։ Մենք կյանք չի սկաներ, չնայած չեմ էլ մեղադրում 22 տարեկանից անմարդկանիկ ժիրեի, բայց չէր ընդունում։ Դու չտիս ինձ ասել։ Ուղղը ինչ կար հետո էլ նա ինձ հետո էլ բանել ավ։ Ուղղը ծրվեց, թե միջին կար այդ առոգանությունը, հետո կամանց բացվեց։ Նենց որ ինքը պետք է իր ասացնել էր, այդ ճաշը չէր հվանում, ես իմ տենց տարօրինակությունի կար, թե իրականուց միջին ինչ որ բան կար, դեռ չէր արտահայտվում, բայց հետո արտահայտվեց։ Ճակատագիր էր իրենց տոհմի կանանց համար, դռնեդուռ ընկած, տանջված ու անբախտ։ Ամուսինն էլ իր հերթին Ալինային օր ու արև չտվեց։ Թեպետ այդ անտեր թափանցիկ թույնը որ չլիներ, մեկ էլ կեսուրի մատը, որ խառնում էր, գուցե ամեն ինչ ավելի հեշտ լիներ։ Էնպես չի, որ մորը լսելու հարցում ամուսնուն մեղադրում է։ Ժամանակներն էին այդպիսին, կանայք ու զավակները անխոս էին ծնողների առաջ։ Իրենք կյանք չեն տեսել, կյանքը հիմա է ու ինքը մի տեսակ կանացի նախանձով կամ երանությամբ ասում է, հիմիկվա ժամանակները մարդու համար են։ Որ ասեմ շորի հիմա բաներանում չէ, որ ասեմ ուտելը պակասերվում չէ, որդի գնում ենք, ով մի հատ էր երջիկ անում են ժամանակ սենց հաստ երջիկնի կան 3 ռուբլի, եթե մինը մի հատ պետք է առներ, նա 2 հատ պետք է առներ, բայց թե այդ որ
հարփում էր ու սկսում արդեն իմ աչքին ոչ մի բան չէր երևում։ Չէի ուզում, ասում էի ախպեր չեմ ուզում, այնքան որ ես մանալի։ Իմ մերը եւ վերջ։ Բայց թե որ ինքը խմում էր բան, տենց մի քիչ Թե չէ նենց որ ասեմ առանց աշխատանքեր, առանց բերեր, չէ տենց բան չկար։ Ուղղակի դրամա հիասթափվում ես։ Հիասթափվեց, բայց չդադարեց պայքարել։ Ընտանիք պահելու խնդիր էր, հոչեր թողնելու 6 երեխաների վիզը ծուռ մնա։ Ասեցի չէ, որ այս տունը որ տեսնում եք կառուցել է ծանր քար քաշելով։ Ալինան հարսնության հենց առաջին տարիներից սկսեց լավ փող աշխատել։ Մեկ սովխոզի այգիներ էր գնում, մեկ իր այգու բերքներ Թիֆլիստանում իրացնում, մի խոսքով այն ինչ կապված է հողի ու աշխատանքի հետ արեց դրեց։ Դեռ մի բան էլ այգիներից հոգնած ջարդված պիտի գար, որ հասցներ կենցաղի, եփել, թափելու, մաքրել, իստակելու գործն էլ տեղը գցեր։ Ու միայն սկեսրոջ տրամադրության բարի կամքով մի քանի րոպե հանգիստ շունչ քաշեր։ Նույնիսկ ուրիշի հին շորն եմ հագել, որ ինչա բան չլի։ Օրինակ այդ շորը կարող է 10 ռուբլի այլել, այդ 10 ռուբլին տնտեսել եմ։ Այն ներքևը 2 սենյակ էր ու վերջ։ Ոչ մի բան չկար, այս լրի բանի շատ օգնել է գործեր արել իմ պապան, շատ։ Այս կարարի լայնքը դա բան են քարել, չէ, 2 հատ սենյակ էր, կամպոտնին կրավաթի տակ, ին թթուն, ես եմ նենց մի ձևի, պոլերը հաճիկ չէ, վերջ է, էլի։ Եկար տուն տեղ դրեցիր։ Հա, եկանք ու արդեն սարքեցինք, բան դες դրեն, ես իմ ամուսնու բոլոր բարեկամներին Թիֆլիսից էին գալ Երևան, բոլորին էլ հարգել եմ։ Հաշվի չեմ արել, որ իմ ամուսինը ինքը որ գեշ բան անում ես բոլորին էլ հարգել եմ։ Մենք այդքան ունե որ չենք ելել են սկզբի շրջաններում, միջև որ ես համաշխատանքի դուրս եկամ, այդքան բանով, բայց դες ահրելի շենք կառուցել ենք, ու հենց նա չենք կառուցել։ Էս էլ տնային ծաղիկն է։ Տարիները սահեցին ծանր քարերով ու անցյալի ոչ այդքան քաղցր հուշերով, բայց այսօր տիկին Ալինայի կյանքը մի նոր երկար ու անդադար սպասման մասին է։ Սպասում, սպասում ու սպասում։ Տունը մեծ է, պատերը ամուր, բայց ներսում լռություն է։ 6 զավակները, թոռներն ու ծոռները յուրաքանչյուր իրենց բաժին կյանքի, իրենց ճակատագրի հետևից են գնացել։ Ու շնողի այս երբեմնի աղմկոտ օջախում Ալինան այժմ միայնակ է հաշվում օրերը։ Ամեն Աստծո օր, սպասելով դռան բացվելուն ու հարազատ քայլերի ձայնին։ Սակայն հենց հերթը հասնում է նոր սերնդին, Ալինայի դեմքը միանգամից խոժոռվում է։ Հիմա կհասկանաք թե ինչու։ Անցյալի հնազանդ ու կյանքի հարվածներին դիմացած հարցը այդքան էլ հիացմունքով չի նայում հիմիկվա ջահելների վարք ու բարքին։ Հա ճիշտ է, չասել չի կարող, որ հիմիկվա ջահելները իրենց պահել գիտեն, կյանք ապրել, ովքեր ի տարբերություն իրենց կյանքն ու իրավունքները ոչ մեկին չեն զիջում։ Բայց նրանք ում մասին տատն ասում է Յաման են շատ շուստրի, որ մի այդ թավուրն էլ թորանը հանդիպեց ու տատի սիրտն ու բարկությունը շարժեց։ Նրամավոր աղջիկը խափեցին։ Ինքն էլ խու տղա է, խու եզը չի որ գնա, նրանք ոնց ասում են, ասավ դու ես, ես էլ, չեմ ուզում ասավ։ Բալենական այդ դրած նկարով հետաքրքրվում եք, ասում եք, խոսում եք, տունն ես նկարում ես, այնա դիրա եկել։ Դե որոշեցինք 5 շաբթի օրը որոշեցինք լավ ուրբաթ օրը կամ շաբաթ օրը գնում ենք համ կխոսանք, համ Լենինականի Ծալավերդի հա, բան կանենք կլի։ Դու զանգ ես տալի 5 շաբթի օրն ասում ես, չէ, գազ ոչի քեզ չեմ ուզում։ Անդե ժամադրավայր ունի, ուրիշ տեղ ժամադրավայր ունի, փորձ ես տենու այն ոնց ալում, ինչ ալում, 20 օրից հետո զանգում ասում, դե եկեք ասում, բայց ճամփա եմ փունխի չես եկել, դե նա էլ տղա է էլի, էլ ինչ կասի։ Կարող է ուրիշ տղա ընդունի գնա, նորտին է չընդունել։ Սպեղ են էլի տատի։ Դու ես եմ, ուրեմն փորձեցիր տեար չիլում, շրջվեցիր Դուբայի ինձ, դե ուրեմն քեզ հաջողություն։ Ստացվի, Մի խոսքով տատը շատ բարկացած է։ Գուցե եթե այս անհաջող խնամախոսության դեպքը չլիներ, հիմիկվա ջահելներին գովեր ու գովերքեր։ Ասեր, որ շատ լավ էլ անում են, ասեր, որ իրենք կյանք չեն տեսել, գոնե թող այս երեխեքը տեսնեն։ Բայց չէ, Ալինան հիմա առավել քան վստահ է, հիմա շատ ազատություն է, ամոթ աբուրը մի տեսակ կորցրած վիճակ։ Հետո ինքը նաև սուր ու շիտակ խոսք ունի, ասում է ով ուզում է նեղանա Լենանա իր խոսքից։ Տեղը եկավ պիտի ասի, խոսի սիրտը թեթևացնի։ Հաբա պավարոտով խոսալը որն է։ Ինչն է պավարոտի խոսալը։ Նախանձացել,
հոգիներ ու նախանձ դե ձևի են որ էմոցիոնա ունի ուտումա այսա դե մի առաջ դա այսքան գործը անում եմ սա խոքիտ չի շատ չարություն շատ գնում են դու ես ընտրելու քեզ ինչ ում եմ ընտրելու ոմն մարդկերից օրինակ ասում եմ ես ինձ ծիծաղում են վրես հա քույն կորնա ես ում կարող ես չեմ էլ գնում եմ բայց չեմ ընտրում ինչ կա որ է ու մինչև գյուղում դեռ փորձում են գուշակել Ալինայի քաղաքական նախապատվությունները, նրա իրական ընտրությունն ու ամենօրյա մարտահրավերները կապված են ոչ թե մեծ քաղաքականության, այլ սեփական քսակի հետ, որովհետև ընտրություններից անկախ կյանքը գնալով թանկանում է, իսկ Ալինայի ստացած ամսական թոշակը խանութի գների հետ համեմատած վաղուց արդեն հետ է եկել։ Ես 50 մանեթա ոնց անես մի 10 մանեթ դեղերի վրա է գնում, մի 10 մանեթ այս սեզոնին այդ կոմունալնին ա գնում, դե մարդս էլի մի բան էլ ուզում ես առնուս, չի բավարարում։ Համերնակ բրինձը մարդիկ ամեն օր 10 անգամ բա ինչ գործ ունի 700 դրամ մլելու, 500 հերիկա, շաքարավազը 330 դրամ մեշոկն ա հաշվում, կիլոյով առնում ես 350 ա հաշվում, 300-ից ավել ումա պետք է այդպես սոկ, մարդիկ ենք էլի ամենօրյա բնացնվող բանը։ Կամ մի օճառը, մի խանութում 350 ա, մի խանութում 400 ա, մի խանութում 280, սա ինչ բան ա, չես զգալու։ Ու քանի դեռ խանութների գները թանկ են ու Ալինայի գրպանին հարմար չեն, նա կշարունակի իր հին ու փորձված մեթոդին ապավինել, օգտվել սեփական այգու քոլ քոքոշից, սար ու ձորերից։ Տարվա բոլոր շրջաններին նրան կարելի է տեսնել հանդերում, մեկ ավելուկ է հավաքում, մեկ թթվի քոլ, մեկ էլ բուրավետ ուրց։ Մի խոսքով այն ամենը, ինչը բնությունը մարդուն անվճար է տալիս, Ալինայի տանը անպայման կգտնեք։ Այս ուրցն եմ քաղել 2 օր առաջ։ Էս էլ ավլուկն ա չորացել ա դրել եմ էլի որ բան չի լի։ Էդ էլ պահապանն ա։ Ես կտորածը չեմ սիրում, քանի որ նրա հյութը միջին չի լում։ Իսկ որ սա հենց էփում եմ, այս ձևով որ էփում եմ, դնում եմ սինու միջին ջարդում, սինու միջին լավ ծեծում ու արդեն դա համը միջին ալում։ Իր այս բաների արամատը միջին ալում։ Եղեք որ հակված են ում, այս մեր գեղի ուսի համը ուրիշ է, բան են անում, խրովածի են անում, այդ քաբաբ մաբաբին անում, իրանք ջահելն են, ես իմ վաղտն անց եմ կացրել, էլ ոչ մի բանի, բան չէ, տեսա քիչ հա, բայց էլ դիմել է բերես, այս աղցան եմ անում։ Որովհետև 85-ամյա Ալինայի համար այս չորացրած փնջերն ու բանկաները պարզապես ուտելիք չեն, այլ հեռվում ապրող իր մեծ ընտանիքին տուն կանչելու գաղտնի հասցեն։ Ընտրությունները կգան ու կգնան, ոչ մինչև հիմա էր մի բան, ոչ էլ այս ընտրություններից մեծ ակնկալիքներ ունի։ Երկրի հատակը կերած է, էտով է լինելու այն տղա մարդը, որ կարողանա ոտքի կանգնացնել տակը կերած տունը։ Պետությունն էլ մի տուն է, բայց եթե տունը քոնն է ու ջանից ցավ է տալիս ամեն բանը, հոգսը քաշում ես սրտով, ապա պետությունը անտեր մի բան է, կարում ես կեր ու կեր, թալանի ու թալանի։ Ասում է Ալինան, էլ հավես չկա դրա մասին խոսելու։ Ասում է ու հրաժեշտ է տալիս մեզ։ Մենք վերադառնում ենք ու կյանքը Ալինայի բակում ու տանը վերադառնում է իր շրջանս յուր։ Ամեն առավոտ ճիշտ ժամը 7-ին նորից չի հավաքելու անկողինը, բաց է թողնելու լուսամուտը, որ տունը շնչի, կյանքը ներս մտնի, որ ինքը կարողանա ու շարունակի սպասել։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ և 1600 եզակի լուսանկար, Ալավերդի համայնքի և հարևան բնակավայրերի պատմությունը, նախաուրարտական շրջանից մինչև մեր օրերը, անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը և նրա արքա Դավիթ անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի և լեզգիների արշավանքների ամենադրամատիկ և ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների և պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու
կարևոր շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների, կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Dalma Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։